Մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի քաղաքական դաշտում այսօր կրկին ակտիվացել են հին, նոր փաթեթավորմամբ ներկայացվող պրոռուսական ուժերը։ Նրանք փորձում են ներկայանալ որպես ազգային շահերի պաշտպաններ, սակայն իրականում առաջարկում են անցյալի կախվածության և միակողմանի արտաքին քաղաքականության մոդելը։ Այս ուժերը տարիներ շարունակ լռել են, երբ մեր ինքնիշխանությունը սահմանափակվում էր, լռել են, երբ ռազմավարական ոլորտները հանձնում էին արտաքին ազդեցությանը, լռել են, երբ անվտանգային համակարգը կառուցվում էր մեկ կենտրոնի վրա։ Իսկ այսօր նույն շրջանակները փորձում են հասարակությանը համոզել, թե հենց իրենք են փրկության ճանապարհը։ Պետք է հստակ արձանագրել, Հայաստանի ապագան չի կարող կառուցվել վախի, կախվածության կամ մեկ պետության քաղաքական օրակարգին ենթարկվելու վրա։ Ինքնիշխան պետությունը չի կարող ծվարած լինել որևէ գերտերության ստվերում։ Քաղաքական ուժը, որը չի տեսնում բազմավեկտոր դիվանագիտության, ազգային արժանապատվության և պետական շահի գերակայությունը չի կարող հավակնել հանրային վստահությանը։ Ժամանակն է հստակ ընտրություն կատարելու անցյալի կախվածություն, թե ինքնուրույն, արժանապատիվ և պատասխանատու պետություն։ Ուզում եմ արձանագրել, որ պետությունը միայն տարածք չէ, պետությունը պատասխանատվություն է սեփական ժողովրդի առաջ, բայց ցավոք, տարիներ շարունակ մենք ունեցել ենք մի իրականություն, որտեղ հայ օլիգարխները իրենց կարողությունը կուտակել են Հայաստանում, Հայաստանից դուրս, բայց պարտադիր ապրել, ներդրումներ կատարել և իրենց ընտանիքների ապագան կառուցել Հայաստանից դուրս։ Վառ օրինակներից մեկը այն է, որ իրենց երեխաները և թոռները ծնվել և ծնվում են Հայաստանից դուրս։ Նրանք օգտվել են մեր ժողովրդի աշխատանքի արդյունքից, մեր երկրի ռեսուրսներից, մեր շուկաներից, բայց երբ խոսքը հասել է պատասխանատվությանը, սոցիալական աջակցությանը, պետության կողքին կանգնելուն, ընտրել են հեռավորությունը և երրորդ պետության շահերին ծառայելը։ Սա պարզապես բարոյական հարց չէ, սա ազգային անվտանգության և պետականության հարց է։ Եթե բիզնեսդ Հայաստանում է, եթե եկամուտներդ գալիս են Հայաստանի քաղաքացուց, ապա պատասխանատվությունը պետք է լինի այստեղից։ Պետությունը չի կարող լինել միայն շահույթի աղբյուր, և այդպիսի ուժերին պետք է մերժել։ Շնորհակալություն։